Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը. Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդանի ամբիոնից հայտարարեց հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե ոչ։ Հենց դա էլ ըստ Փաշինյանի կկանխորոշի, պատերազմ կլինի, թե ոչ։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, ով հստակ ասում է, որ Ղարաբաղյան շարժումը, այսինքն ոչ թե հստակ ասում է, մենք որոշել ենք եւ չենք շարունակում որպես քաղաքական մեծամասնություն Ղարաբաղյան շարժումը։ Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը։ Եվ ժողովուրդը այդ պետք է որոշի։ Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղությունն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Ժողովուրդ ջան, շատ պարզ ընտրություն է։ Ընտրություններին մասնակցող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը իրատեսական չի համարում Արցախի անկախությունը։ Այս պահին քաղաքական ուժը առաջնային է համարում արցախցիների հայրենիք վերադարձի իրավունքը։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը օրերս խոսելով Արցախյան շարժման մասին ասել է, որ նախ պետք է աշխատել արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչմանը հասնելու համար, որից հետո արդեն անդրադառնալ նրանց անվտանգ վերադարձի հարցին։ Քոչարյանն ասել էր, որ դրան դժվար, բայց հնարավոր է հասնել։ Փաշինյանը մինչդեռ այսօր հերակա մեղադրեց նախկիններին, այդ թվում Քոչարյանին, Արցախի ժողովրդին տասնյակ տարիներով պատանդի կարգավիճակով պահելու համար։ Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված մենք ի վերջո չպետք է ասենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում։ Այդ նույն մարդիկ, ում հավաքական իմ անունը ասում եմ, փախածներ։ Հիշում եք մի անգամ ստեղ ամբիոնից ասեցի, ինչ որ գեներալների մասին են խոսում, որ ասի վախկոտ դավաճանները։ Այո, վախկոտ դավաճանները եւ փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ։ Ոչ միայն Ղարաբաղյան շարժումը շարունակել է, այլև Հայաստանի մայր օրենքի Սահմանադրության նախաբանում ամրագրված անկախության հռչակագիրը եւս ըստ Փաշինյանի կոնֆլիկտ է հրահրում։ Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ Բաքուն սովորակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտում, պահանջելով Հայաստանի մայր օրենքից հանել այդ հիշատակումը։ Անկախության հռչակագիրը էլի ասում եմ, դա անկախության հռչակագիր չի, դա կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է։ Լինելու է սեպտեմբերին։ Վարչապետը վերջին օրերին ակտիվորեն պնդում է, թե սեպտեմբերին սպասվում է աղետաբեր պատերազմ, եթե ընտրություններում իր առաջնորդած ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն։ Դու շանտաժ ես անում քաղաքացիներին։ Ընդդիմությունը այս զգուշացումը որակել է շանտաժ, նշելով, որ Փաշինյանը քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք է կատարում, պատերազմի սպառնալիքով փորձելով ազդել ընտրողների վրա։ Փաշինյանն այսօր էլ պնդեց, ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը։ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ուժը բոլոր երեքը հանդես են գալիս, մեկ ասում է վերաբանակցենք, մեկ ասում է ուժով պարտադրենք, այսինքն ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետքա տեր կանգնել եւ այդ խաղաղությունը պետքա խնամել։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի։ Եվ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը։ Ընդդիմությունն այսօր ողջ կազմով բոյկոտել էր կառավարության հետ հարցուպատասխանը եւ Փաշինյանը կուսակիցների հարցերի միջոցով էր արձագանքում ընդդիմադիր ուժերի քննադատություններին ու նաեւ նախընտրական թեզերին։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած Քոչարյանը, Ծառուկյանը եւ Կարապետյանը կասկածի տակ են դնում Փաշինյանի բերած խաղաղությունը, պնդելով, որ այն իրական չէ եւ կախված է մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի քմահաճույքից։ Հետևաբար ընդդիմադիր ուժերը առաջարկում են ընտրողին մի քանի պետությունների կողմից երաշխավորված խաղաղություն հաստատել։ Փաշինյանն այսօր խորհրդանի ամբիոնից հակադարձելով ընդդիմադիր ուժերին հայտարարեց, Հայաստանը մի անգամ արդեն ունեցել է երաշխավոր, որը երկիրը տարել է սպանդանոց։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտեք ով է համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել։ Գիտեք, էդ գիտեք։ Թուրքիան։ Ժողովուրդ ջան, մենք 2020 թվին ունեցել ենք, թե չենք ունեցել անվտանգության երաշխավոր։
ունեցել ենք։ Ով է եղել այդ անվտանգության երաշխավորը, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եվ այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք, Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում։ Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են, որ ոնց այսօր եք գնում, ոնց մի րոպե։ Փաշինյանը նաև պատկերավոր նկարագրություններին անցավ ասելով, թե երաշխավորի ժամանակ Հայաստանը ուներ հորթի կարգավիճակ, որի վզից պարան գցած, որտեղ ուզում տանում էին, մինչդեռ այսօր Հայաստանի քաղաքացին է իր իսկ երաշխավորը։ Երաշխավորն է նա, որ պարանը գցել է հորթի վիզը եւ երաշխավորումը, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե ինքը երբ զոհողության գնա։ Որովհետեւ ինքը իրավունք չունի իր համար զոհողության գնա։ Ինքը կարա զոհողության գնա միայն երաշխավորի համար։ Երբ որ երաշխավորը ասի, եկելա քո մորթվելու ժամանակը, գնա մորթվի։ Հարցու պատասխանին մասնակցող արտգործնախարարն ընդունեց, որ ժամանակին իրենք Ադրբեջանի հետ բանակցում էին հենց երաշխավորի ինստիտուտը ամրագրելու համար, սակայն վարչապետի նման նա էլ պնդեց, որ երաշխավորը հետապնդում է իր շահը, ոչ ոք ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար Արարատ Միրզոյանի խոսքով երաշխավորություն չի անում եւ իր զինվորների արյունը չի թափում։